Մինչև հուլիսի 19-ը կատարեք գնումներ իդեալ համակարգի խանութներից եւ ամեն շաբաթ ստացեք հնարավորություն շահելու 500,000 դրամ արժողությամբ ճամփորդական ուղղագիր դեպի Կարմիր ծով, Իտալիա, Իսպանիա կամ ձեր նախընտրած ուղղությամբ։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Իրանույշ Պապյանն եմ եւ այս պահին կապ ենք հաստատել Միացյալ Նահանգներ, Լոս Անջելես, զրուցելու եմ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի հետ։ Պարոն Սարաֆյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, Իրանույշ։ Եվ այսպես, պարոն Սարաֆյան, ինչպես տեսնում եք, տարածաշրջանում դարձյալ այսպես անհանգստություն է նկատվում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն է խորը մտահոգություն հայտնել Պարսից ծոցում ռազմական էսկալացիայի նոր փուլի կապակցությամբ եւ Միացյալ Նահանգներին ու Իրանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն ու տարաձայնությունները լուծել դիվանագիտական ճանապարհով։ Նա նաև նշել է, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այս հայտարարությունը ձեր գնահատմամբ որքանով է արտացոլում իրավիճակի լրջությունը, համեցեք։ Միանգամայն այդպես է եւ այս մտահոգությունը նույնիսկ այդ ուրեմն հուշագիր ստորագրելուց առաջ էլ կար, որովհետեւ ըստ երևույթին այդ հավանականություն չեղավ եւ սա այդ բանը որ երբ որ այդ Պանդորայի տուփն են ասում, չէ, որ բացվել է արդեն եւ հիմա անհնար է իդ փակելը եւ այդ է պատճառը նաեւ որ վերջին այսպես գոնե 4 նախագահներ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի վարչապետը օրդորում են նրանց Իրանի դեմ գործողություններ անել բոլորն էլ միանշանակ այս մտահոգությունից ելնելով նման գործողության չէին դիմում հասկանալով որ աղետալի հետևանքներ ունենալու եւ նաեւ ամենակարևորը անկանխատեսելի եւ ինչպես տեսանք դա տեղի ունեցավ եւ հիմա այսինքն մինչեւ այս փետրվարյան իրադարձությունների ուրեմն սկսվելը որևէ խոսք չկար Հորմուզի ուրեմն նեղուցիա դանցքի որևէ ձևով այսպես խափանման եւ հանկարծ հիմա Իրանը ձեռք բերեց մի հզոր զենք եւ փորձում է նաեւ այդ հզոր զենքը մինչեւ վերջ օգտագործել իր կողմ այսպես նաեւ իր քաղաքական եւ նաեւ մնացյալ բոլոր առումներով կշիռը բարձրացնելու եւ նաեւ ինչ որ չափով դա նաեւ նյութական ուրեմն այդ շահեր ձեռք բերելու համար եւ տարածաշրջանում փաստորեն նա այսօր դարձել է այսպես ամենակարևոր դերակատարը եւ նաեւ հասկանում է որ իրենից ինչ որ չափով կախված նաեւ ամբողջ միջազգային եւ տնտեսական համակարգը եւ նաեւ բոլոր այն ուրեմն խնդիրները որոնք կարող են առաջանալ ուրեմն փակվելով Հորմուզի եւ այդ պատճառով էլ շատ վտանգավոր է որովհետեւ կարող է շատ ավելի սրվել իրավիճակը որովհետեւ նաեւ Միացյալ Նահանգների նախագահի համար էլ ասա իսկապես այսպես նուրբ պահ որովհետեւ ինքը ամեն կերպ փորձում էր հարցը փակել, որովհետև մոտենում են նոյեմբերյան ընտրությունները Միացյալ Նահանգներում եւ նրան պետք է տնտեսական կայունություն, միջազգային առումով եւ եթե այսպես շարունակվեց եւ էսկալացիան նաեւ խորացավ, բարձ է որ կրկին հայտնվել ենք այդ նորցանուտում եւ շատ նաեւ այսպես ծանր օրեր են սպասվելու առաջ Եվ այսպես պարոն Սարաֆյան, վերջին օրերի այսպես ասած փոխադարձ հարվածներից հետո որքանով եք հավանական համարում ԱՄՆ Իրան ռազմական էսկալացիայի նոր փուլը մանավանդ որ դուք էլ նշում եք այս իրավիճակը Միացյալ Նահանգների առաջնորդին էլ ձեռնտու չէ եւ անընդհատ բանակցությունների այսպես կոչ է ուրեմն երկուստեք ուրեմն արվում կա էսկալացիայի նոր փուլի վտանգ թե ոչ երբ իրավիճակը բավականին այսպես մտահոգիչ եք գնահատում Տեսեք այո կա բայց նաև հստակ է որ կարծեք նման զգդան է այդ ուրեմն կարգախոսով գիտի առաջնորդվենք եւ այսօր ուրեմն Թրամփը հանդիպեց իր նման մտածող, իր նման գործող ուրեմն մի երկրի։ Մինչ այդ եթե հիշում եք Թրամփի երկրորդ նախագահական ուրեմն ամբողջ այդ սկզբնական շրջանից ի վեր նրա մոտ այդպես բիրդուժի կիրառմամբ, ճնշմամբ շատ այսպես միջազգային ընդունված նորմերի խախտմամբ նա գործողություններ են անում, ճնշումներ են բանացնում իր
դաշնակիցների վրա տնտեսական ճնշում, այսինքն ուժի միջոցով փորձում էր իր ուզածին տիրանալ եւ այդ նույն տրամադրությամբ եւ տրամաբանությամբ նաեւ այստեղ փորձեց անել եւ հանկարծ հիմա հայտնվել է մի իրավիճակում, որ իր համար բարվոք ելք արդեն չկա։ Այսինքն, եթե պատերազմը շարունակվեց եւ խորացավ, դա մեծ հարված էր լինելու եւ Միացյալ Նահանգներին եւ միջազգային ընտանիքին, իսկ եթե ընդունեց Իրանի դրած պայմանները եւ այդ պայմաններով ինքը խաղաղությունը կնքեց, նրա համար եւս վատ է լինում։ Այսինքն ինքը իր արժեվ հիմա կա, այսպես ասենք, վատ եւ ավելի վատտար ընտրություն։ Եվ նա ստիպված է լինելու դա անել, բայց հստակ է, որ երկու կողմին էլ իմիջիալս նաեւ պիտի նշենք, որ Իրանում էլ միանշանակ չի տրամադրվածությունը։ Կան չափազանց ծայրահեղներ, որոնք իմիջիալոց Իսրայելի եւ Միացյալ Նահանգների շնորհիվ այդ ծայրահեղները հիմա սանձարձակ ու նաեւ բացարձակ իշխանություն ստացան, երբ որ նրանք հաշվեհարդար տեսան եւ հոգեվոր առաջնորդի եւ բոլոր այդ պետական ամենաբարձր պաշտոնյաների դեմ, նրանք ստեղծեցին այս նաեւ խնդիրը իրենց համար եւ հիմա այդ ծայրահեղները բացարձակապես ուրեմն հետաքրքրված են մտահոգ չեն թե ինչ տեղի կունենա համաշխարհային շուկայում, իրենց հետաքրքրում է, որ իրենք այսպես իրենց որոշ խնդրություն առնեն եւ ծայրահեղ քայլերի դիմեն։ Սա եւ տեսնում է Միացյալ Նահանգները եւ տեսնում է Արևմուտքը եւ հասկանում են բոլորը, որ այսպես շարունակվել չի կարող։ Ես կարծում եմ, որ իմիջիալս նաեւ տեղեկություն կար, որ առաջին մեկնել է Ռոման։ Շատ հավանական է, որ բանակցություններ կլինեն եւ ինձ թվում է վերջի բոլոր կողմերին, նաեւ ինչու՞ չէ Եվրոպային եւ արաբական ծոցի երկրներին բոլոր մեծ շահագրգիռություն ունեն, որպես այս հարցը բարվոք լուծեն եւ ինչ որ չափով գտնեն մի միջին ճանապարհ, որպեսզի այս իրավիճակից դուրս գան եւ դուրս բերեն ամբողջ աշխարհը այս ծանր իրավիճակից։ Բայց անշուշտ սրվելու միշտ հավանականություն կա, բայց կարծեք այսպես իրար падգամներ ուղարկելու բան է սա, այսինքն հարվածում են փոխադարձարված, հետո այսպես ասում են լավ, հիմա եկավ բանակցելու բանակցենք։ Այսինքն կարծեք հիմա երկուսը իրար հետ զուգահեռ գնում են։ Սկզբնական շրջանում ոչ մի բանակցություն չկար, բայց հիմա այդ բանակցությունները կան եւ հուսով ենք, որ իսկապես խոհեմությունը եւ այսպես անձնամտությունը կտիրի եւ վերջը կգա մի ինչ-որ համաձայնության եւ այս իրավիճակը վերջ կգտնի։ Պարոն Սարաֆյան, եթե այնուամենայնիվ էսկալացիան շարունակվի, որոնք կլինեն դրա ամենալուրջ հետևանքները նաև մերձավոր Արևելքի համար, այս դեպքում հետաքրքիր է Հայաստանը ինչից պետք է զգուշանա, որովհետև օրերս նոր Իրանի դեսպանն էր ասուլիս տալիս Հայաստանի Հանրապետությունում, որտեղ դարձյալ անդրադառնում էր TRIP ծրագրին, նշում, որ Իրանի համար սպառնալիք չի ներկայացնում այն, միաժամանակ գիտենք իհարկե, խոսենք նաև թե որ երկրի համար է TRIP այսօր սպառնալիք ներկայացնում, եթե ընդհանրապես ուրեմն շարունակվի այս էսկալացիան, Հայաստան ինչից պիտի զգուշանա եւ ինչ վտանգներ եք դուք այստեղ տեսնում, ուրեմն նույն TRIP-ի իրականացման հետ կապված եւ այլն։ Նախ առաջինը բոլոր նույն վտանգները, որոնք գոյություն ունեն պատերազմի առաջին էտապում, այսօր գոյություն ունեն Հայաստանի համար, այսինքն եթե լինի լայնածավալ պատերազմ, որ ինչպես կարելի է ընդհանրել, որ այդպես չի լինի լայնածավալ պատերազմ, այստեղ ավելի շատ վտանգը տնտեսական է լինելու համաշխարհային առումով։ Այսինքն, տեսեք, Արևմուտքը, Եվրոպական մանավանդ, ինչու՞ չէ նաև Չինաստանը վերջի, եթե այս սրված իրավիճակը շարունակվեց, Հորմուզը փակվեց եւ կրկին միջազգային, ասենք, ամբողջ այդ նավթամթերքի 25%-ը ուրեմն կանգ առավ, հստակ է, որ դա իր հետևանքներն ունենալու տնտեսական առումով ամբողջ աշխարհում։ Եվ շատ երկրներում տնտեսական ճգնաժամ է արդեն մոտենում, աճը տնտեսական բոլոր մանավանդ մեծ հզոր տնտեսական երկրներ, տնտեսապես հզոր զարգացած երկրներում աճը սկսել է դանդաղել եւ շատ վատ անդրադարձ է ունենալու։ Այսինքն այստեղ շատ ավելի տնտեսական ազդեցությունն է եւ նաեւ դրա հետևանքով առաջացող ուրեմն հարակից խնդիրները, քանց թե ասենք լայնածավալ այսպես համաշխարհային պատերազմի վտանգի մասին է խոսքը։ Հետո նաև կարծում եմ ինչ որ չափով տեղի գալու, որ այո, սկզբնական շրջանում այսպես Իրանին նեցուկ էին նույնիսկ նրանք կամ լրելյան նեցուկ էին երկրներ, որոնք պիտի նեցուկ չլինեին, բայց տեսնելով այսպես նաև մանավանդ
Իսրայելի մասնակցությամբ այդ հարվածները ինչ որ չափով այսպես համաձայն են, որ Իրանը կարողանա դիմանալ, բայց վերջո այդ եթե տնտեսապես դժվարի են, այդ համբերությունը չեն ունենալու եւ նրանք են արդեն շահագրգռված լինելու, որ ուրեմն ստիպեն Իրանին ճնշեն ինչու՞ չէ նաեւ նույնիսկ Չինաստանի միջոցով, որպեսզի Իրանը եւս այսպես քայլեր առնի եւ ինչպես ասեցի, կարծեք հիմա Իրանի մեջ նաեւ այդ պայքարը կա ներքին, մի մասը ուզում է բանակցել, մի մասը ուզում է արդեն լուծման հանգել, որովհետեւ Իրանը ախտող է դուրս գալիս հակառակ ստացած ծանր հարվածներին, այս իրավիճակից հաղթող է դուրս գալու եւ այդ քաղաքական մանավանդ դիվանագիտական ուրեմն մասը դիվանագետները կամ նախագահի ուրեմն այդ քաղաքական այսպես կարելի ասել թևը ոչ թե զինվորական հասկանում է որ այս պահը պետք է օգտվել այս առիթից եւ այդ հիմա այդ համաձայնությունները կնքել, որովհետեւ կարող են ծայրահեղ քայլերը նաև բերել ծայրահեղ հակազդեցության եւ նրանք կորցնեն իրենց ունեցած այսօրվա խաղակարգերը։ Հայաստանի համար եւ Միջին Արևելքի համար բարձ է էսկալացիան օրինակ Լիբանանի համար կարող եմ ասել կարող է կրկին այնտեղ էլ տեղ ունենա էսկալացիա եւ Լիբանանը կրկին հայտնվի պատերազմական վիճակում, թեև այսօր խաղաղություն է, իսկ Հայաստանը համարենք որ բարեբախտաբար այս բոլոր իրավիճակներից մեր հայրենիքը դեռ մնում է այսպես դուրս եւ ուղղակիորեն չի առնչվում վերջը նաեւ Իրանն էլ է հասկանում որ Հայաստանն իրեն համար շատ վստահելի գործընկեր է հարևան է եւ չեմ կարծում որ իր շահերից է նաեւ բխում որևէ ձևով Հայաստանի հետ ուրեմն նույնիսկ տրիպի հետ կապված անտեղի լարվածություն ստեղծել որովհետեւ շատ կարեւոր է այս պահին իր համար ունենալ իրեն համար վստահելի եւ իր համար այսպես բարի դրացիական հարաբերություն ունեցող հարևաններ Ես տրիպի հետ կապված այ Իրանի գնահատականները նշեցի, բայց միաժամանակ գիտեք, որ Ռուսաստանի Դաշնությունն է, պարոն Սարաֆյան, շատ անհանգիստ շարժումներ ցուցաբերում եւ կա տեսակետ, որ հիմնական պատճառը, որ Ռուսաստանն այսօր նման այսպես ճնշումներ է կիրառում Հայաստանի նկատմամբ, ոչ թե Հայաստանի Եվրամիության անդամակցության վերաբերյալ օրենքի ընդունումն է, այլ տրիպի ուղին, քանի որ եթե այդ ուղին աշխատի, Ռուսաստանը կորցնելու է ազդեցությունը ամբողջ Կովկասում ու ռուսական բազայի դուրս բերելը դառնալու է ժամանակի հարց։ Կիսում եք արդյոք այս տեսակետը, թե ոչ։ Այո, որոշ չափով կիսում եմ, որովհետև պարզ է, որ նրանք տրիպը նաև իր հետ բերելու է հարևանների հետ խաղաղություն եւ ինքնաբերաբար հարց է առաջանալու, չէ՞ թե ինչու պիտի ռուսական եւ ռազմաբազան եւ սահմանապահները ինչ պիտի անեն Հայաստանում, երբ որ Հայաստանի հարևանների հետ արդեն բարի դրացիական խաղաղություն է տիրում տարածաշրջանում։ Սա շատ հստակ է, որ Ռուսաստանի նման երկրի համար այդ տարածաշրջանային լարվածությունը մեծ զենք էր իր ձեռքում, մեծ լծակ էր իր ձեռքում, որպեսզի կարողանա այսպես կարգի վերել եւ կարգավորել տարածաշրջանը։ Իսկ հիմա հստակ է դառնում, որ օրը օրին նրա ազդեցությունը պակասում է եւ պակասում է ոչ թե որովհետեւ ուրիշ խաղացող է մտել այդ հակամարտությունը լուծելու համար, այլ ընդհանրապես տարածաշրջանի բոլոր երկրները հասկացել են եկել են այն եզրակացության, որ բոլորի շահերից է բխում խաղաղությունը։ Եվ տրիպն էլ դա լինելու է այդ տնտեսական հզոր ուրեմն օղակը, որ կապելու է բոլոր երկրները իրար հետ եւ որից բոլորն էլ օգտվելու են։ Այնպես որ սա պարզ է, որ Ռուսաստանի նման երկրի համար, որ նաեւ այդպես որպես գերտերություն երկար տարիներ Կովկասի իր համար համարվել է միշտ իրը, պարզ է, որ ցավագին ընդանուր շատ, որովհետեւ ավելի քան երբեք այսօր այդ վտանգը գա իրենց համար եւ Հայաստանը վերջին այսպես բաններ կարելի ասել, որ նրանք կուզենային կորցնել եւ այդ է պատճառը, որ եւ ընտրությունների ժամանակ եւ նրանից հետո եւ բոլոր այդ խոսակցությունները կամ նաեւ ահազանգները կամ ինչու՞ չէ նույնիսկ սպառնալիքները, որ լսում ենք Ռուսաստանից, մղված էր Հայաստանին հասնելու այն պատգամը, որ վատ կլինի ձեր համար, եթե դուք փորձեք ասենք այսպես առաջ գնալ։
Շատերը կարծում էին, որ ընտրություններից հետո Ռուսաստանը կփոխի իր դիրքորոշումը պարոն Սարաֆյան Հայաստանի նկատմամբ, կմեղմի իր հռետորաբանությունը, սակայն հիմա նման բան չենք տեսնում։ Անգամ գիտեք շնորհավորանքը տեղի չունեցավ, թեև վարչապետի առաջի այցը Ռուսաստանի դաշնություն էր, ինչու է Մոսկվան շարունակում կոշտ քայլերը Հայաստանի նկատմամբ, ինչու է ստիպում Հայաստանին կողմնորոշվել Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև, այսինքն Մոսկվայում կարծում են, որ Հայաստանը այդ երկուսի միջև կնախընտրի ԵԱՏՄ-ն։ Գիտեք, ես համարում եմ, որ սա բնական այսպես ընթացքն է, տեսեք, Ռուսաստանի կարելի ասել քաղաքական միտքը, եթե մենք պիտի ավանդաբար միշտ մտածել ենք, որ գերտերությունները սխալ չեն գործում, չէ՞, այդպես է եղել միշտ, բայց տեսնում ենք, որ ականատես ենք եղել պատմության մեջ էլ շատ, որ եւ սխալ են գործում եւ շատ կոպիտ սխալներ են գործում եւ այդպես են գործանվել շատ կայսրություններ։ Հստակ է, որ Ռուսաստանի այսօրվա կարգավիճակը եւ մանավանդ հիմա ռուս-ուկրաինական ճակատում ունեցած խնդիրները եւ նաեւ իսկապես այս մանավանդ չգիտեմ, եթե լսեցիք երեք նաեւ հայտարարվեց, որ Ռուսաստանի դեմ հզոր սանկցիաների ուրեմն նոր փաթեթ է պատրաստվում եւ Լինզի Գրահամը, որ հանգարցամահ եղավ, Ուկրաինա էր գնացել եւ Ուկրաինայից հայտարարեց, որ այդ փաթեթը կոնգրեսում ուրեմն 1 տարուց ավել այսպես արկախված վիճակում էր, կարծեք անցկացնելու են եւ Թրամփը քանի որ միշտ հաղթողների կողմը այսպես բռնող քաղաքական գործիչ է, համաձայնություններ տվել, նա այդպիսի մամլոասուլիս տվեց եւ նաեւ Ուկրաինան ինչպես տեսանք Patriot ուրեմն այդ համակարգի լիցենզիան են տալու եւ հստակ է որ նման իրավիճակում Ռուսաստանը շատ մտահոգ է որովհետեւ եւ այդ հաղթանակը չի լինելու դա արդեն հստակ երևում է եւ իր քաղաքական այդ հզոր կապիտալը որ վատնեց հիմա հետևանքներն են ունենում ոչ միայն Հայաստանում այլ մնացյալ նաեւ այլ երկրներում որոնք սրանից ասենք 5 տարի առաջ պատկերացնել նույնիսկ կարելի չէր որ նման բան կարող է տեղ ունենալ, որովհետև հեղինակությունը Ռուսաստանի միջազգային շատ ավելի բարձր էր։ Պարզ է նրանք շատ այսպես ջղային են այս իրավիճակից եւ արդեն չեն կարողանում պահել եւ քողարկել եւ շատ բացահայտ են այս հարցին շատ նաեւ ցավագին են ուրեմն հագազդում, որովհետև տեսնում եմ որ իսկապես ես կարծում եմ որ մինչեւ վերջերս, մինչեւ այս ընտրությունները նրանք իսկապես հավատացած էին որ Հայաստանը նման քայլերի չի դիմի, չի համարձակվի դիմել եւ հիմա հանկարծ տեսնում եմ որ Հայաստանը արդեն գործնական քայլեր է առնում եւ նաեւ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ չափազանց բարձր է, միան արդեն խոսք չի ար գործնական քայլեր են առնվում, բարձ է հստակ տեսնում է որ Հայաստանը իր ձեռքից արդեն գնացել է եւ իր վերջին փորձն է կարելի ասել Հայաստանին այսպես կարգի հրավիրելու Եվ ինչու՞ չէ նաև իր կողմնակիցներով, որոնք այսօր Հայաստանում կան, կողմնակիցների միջոցով այդ վախի, ահի, տնտեսական աղետների ուրեմն վտանգը բանանելով, սփռելով Հայաստանին դարձի բերել, այսպես ասենք, բայց ինչպես տեսանք ընտրությունները կայացան եւ Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը կրկին ընդրեց այն ուժը, որ շատ հստակ կողմնորոշվածություն ունի եւ շարժում է շատ հստակորեն այդ ճանապարհով։ Իսկ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ Եվրոպական միություն այդ կամ բանի մոտեցմանը, հստակ է այսօր Հայաստանը եւ ճիշտ է արվում, Հայաստանը որևէ ձևով չի ասել, որ ինքը ԵԱՏՄ-ից հիմա ուզել դուրս է գալու կամ աշխատում է դուրս գալ, որովհետեւ դեռ մենք շատ հեռու ենք, ասենք Եվրոպական միության եւ ստանդարտներից եւ նաեւ այդ շուկան մեր առաջ ունենալու Բայց ուղղվածությունը հստակ է, երեք տեսնում եմ, որ եթե այսօր չի լինելու, կարող է 2 տարի, 3 տարի, 5 տարի հետո, 10 տարի հետո լինել։ Բայց այսինքն գնացքը արդեն գնացել է եւ իրենք ամեն կերպ փորձում են այդ գնացքը կանգնեցնել։ Սա է իրենց արածը, որը իսկ բոլորի համար հստակ է, որ իսկապես Հայաստանը շարժվում է այդ ուղղությամբ եւ գործնական քայլեր արվում այդ ուղղությամբ։
Ուզում եք ասել, պարոն Սարաֆյան, որ Ռուսաստանի Դաշնությունը սխալ հաշվարկներ էր արել այս ընտրությունների հետ կապված, որ Ռուսաստանի Դաշնությունը չստացավ ցանկալի արդյունք իր համար, որովհետև տեսեք, այնուամենայնիվ խորհրդարանում ինչպիսի պատկեր է ձևավորվել, այո, ուրեմն իշխող քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն է, բայց երկրորդ, երրորդ ուժերի հետ կապված արդյոք, այսպես ասած, անհամաձայնություն ունի նույն Ռուսաստանի Դաշնությունը, արդյոք չի ստացել, այսպես ասած, ցանկալին։ Չէ, կարծում եմ, որ իհարկե ստացել է, չէ, ցանկալին չի ստացել, բայց ներկայություն միանշանակ ստացել է, այսինքն Ռուսաստանի այսպես ջադագովների ներկայությունը ազգային ժողովում միանշանակ լինելու է, բայց ես կարծում եմ, որ սա չէր իրենց սպասած արդյունքը, իրենց սպասած արդյունքն այն էր, որ այդ ուժերը պիտի հաղթեին, վճռական հաղթանակ պիտի տանեին, եւ երկիրը ամբողջ երկրի քաղաքական արևելումը փոխեին դեպի Ռուսաստան։ Դա չի ստացել եւ դա չի կարողանալու անել։ Բայց ես կարծում եմ, որ ամենայն դեպս որոշ առումներով սա ես ենթադրում եմ, որ նա բավարարված պիտի լինեն նաեւ այս իրավիճակով, որովհետեւ վերջո կարող էր նաեւ այնպես իրավիճակներ, որ ընդհանրապես իրենց այդ իրենց սատարող կամ իրենց կողմից սատարվող ուժերը չանցնեն ազգային ժողով, այդ ժամանակ շատ ավելի սուր իրավիճակ կստեղծվեր։ Հիմա գոնե այսպես իրենց Հայաստանում քաղաքական որոշ այսպես գործընթացներով ազդելու ամենայն դեպս լծակներ իրենք դեռ պահում են իրենց ձեռքում։ Ուղղակի որոշումների առումով եւ Հայաստանի եւ քաղաքական եւ մնացյալ առումներով արևելումի առումով վեկտորի այսպես ասենք նրանք գիտեն, որ հիմա չունեն այդ լծակը եւ չեն կարողանալու ներազդել եւ իրենց ամենազոր զենքը այդ տնտեսական ուրեմն ճնշումներն են լինելու, որ Հայաստանին այսպես ստիպեն շարունակել մնալ։ Հայաստանը շարունակելու է մնալ յադվում այնքան ժամանակ, ինչքան տնտեսապես Հայաստանի համար ձեռնատու է։ Բայց այն պահից, որ Հայաստանը արդեն կարողացավ եւ Հայաստանի, ինչպես ասեցի, տնտեսական համակարգը եւ արդիականալով եւ արդեն նոր մոտեցումներով կարողացավ այլ շուկաներ գտնել, մանավանդ եթե ինչպես տեսնում եք, եթե իսկապես Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն, սահմանը արդեն անցանելի լինի եւ Հայաստանի համար տնտեսապես դեպի արաբական երկրներ, դեպի այլ երկրներ նաեւ հնարավոր ճանապարհներ բացվեն, բարձ է որ Հայաստանի համար նոր շուկաներ են առաջ գալու եւ ինչու՞ չէ նաեւ նոր ուրեմն գործընկերներ տնտեսական եւ կախվածությունը Ռուսաստանից, որ այսօր դեռ շարունակում է մնալ շատ բարձր, օրը օրին նվազելու է եւ այդ նվազումը իրենք տեսնելով հասկանում են, որ բան ասին ուրիշ ելք չունեն եւ իրենց վերջին այսպես ամենակարևոր փորձը այս ընտրություններն են, որոնք մասամբ իրենք հաջողություն ունեցան, ինչպես ասեցի, սա չէր իրենց հաջողությունը եւ շատ հավանական է, որ իրենք համարում են, որ ծախողություն ունեցան, այլ ոչ թե կարողացան իրենց ուժերին ուրեմն տեսնել կամ մտցնել ազգային ժողով։ Իսկ պարոն Սարաֆյան, հետևելով նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, գիտեք, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդները երկամսյա 2 ամիս ժամանակով կալանավորվել, համարում է մեղադրանքը շինծու, դատելով տեղի ունեցող գործընթացները, ընտրակաշառքի հետ կապված բացահայտումներն ու քրեական գործերը, ինչ տպավորություն ունեք առհասարակ, օրինակ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը որքանով ունի, այսպես ասած, քաղաքական բաղադրիչ իր մեջ ունի, թե չունի, առհասարակ ինչպիսին է ձեր գնահատականը։ Տեսեք, նախ ասենք տեսողական առումով, տեսարանի առումով, հստակ է, որ սա ընդունված, այսպես կարելի ասել, ձև է, մանավանդ ասպես, եթե քաղաքական բուրըն պայքար կա ու հակառակորդներ են ու խնդիրներ կան, Ամերիկայում էլ դա տեղ ունենում, միջայլոց ասեմ, որ մարդիկ իմանան, նույնիսկ անուն ունի, դա կոչվում է perp walk, այսինքն երբ որ կալանավորում են հայտնի մարդկանց, այդպես իրենց կալանավորած քայլացնում են այսպես ուրեմն դեպի կամ բանդ կամ ուրեմն մեկուսարան եւ այդ անպայման ցուցադրում են ինչ որ չափով այսպես նպատակ ունենալով այդ մարդուն նվաստացնել։ Եվ բարձր որ նույնն էլ տեղի ունենում Հայաստանում, անշուշտ հաճ տեսարան է, բայց
ինչպես ասեցի, սա այսպես ընդունված բան է, որ տեղի ունենում ամբողջ աշխարհում, բայց քաղաքական առումով ես կարծում եմ, որ այն արգելքները կարելի ասել կամ այն ինչ որ չափով այսպես լուսարցակի տակ լինելու, լուսարցակի տակ չլինելու հանգամանքը փոխվեց հիմա, որովհետև նա մտնելով քաղաքականության մեջ իր վրա ուրեմն այդ ուշադրությունը ավելացրեց եւ բացի այդ նաեւ ըստ քրեական այսպես նաեւ գործերի ըստ երևույթին այս բոլոր գործերը նախկինում եղած գործեր են, բայց կարող է առաջ չէին շարժում, ինչպես որ պետք էր առաջ շարժվեն եւ հիմա այսպես մեկ մասը զուգադիպություն է, մեկ մասն էլ կարծում եմ նաեւ ավելի այսպես նպատակասլաց մոտեցում է դատախազության կողմից, քննչականի կողմից այս գործերը այսպես առաջնային եւ առաջնահերթություն տալու այս գործերին, որպեսզի նաեւ ինչ որ չափով այն մտահոգությունները, որ կար մանավանդ այդ ուրեմն դրակաշակների հետ կապված կամ Ռուսաստանի ազդեցության կամ այլ միջոցներով ուրեմն ձեռք բերված եւ հարստության եւ այլ բոլորի գործերը գնան առաջ։ Մեկ բանն է, որ շատ կարեւոր է լինելու եւ սա կարծում եմ նաեւ լինելու է այն քննությունը, որ Հայաստանը որքանով է կարողացել իր դատաիրավական համակարգը բարելավել, որ նաեւ բարոն Ծառուկյանի եւ մնացյալ բոլորը, ովքեր այսօր գտնվում են ուրեմն այդ կարգավիճակում, կարողանան իրենք իրավունքները պաշտպանել եւ եթե իսկապես փաստերը ցույց տան, որ նրանք հանցանք են գործել, պատժվեն, իսկ եթե չկան հանցակազմ չկա եւ իսկապես իրենց ասացի նման շինձու կամ սարքված գործեր են, ուրեմն նաեւ արդարացվեն։ Բայց մեկ բան հստակ պետք է լինի, որ առանձնաշրջանալ Հայաստանում չի լինելու եւ միշտ ասել ենք դա դժբախտաբար միակ համակարգը, որ չբարեկարգվեց եւ չբարեփոխվեց, դա դատաիրավական համակարգն էր Հայաստանում եւ հուսով եմ, որ իսկապես պիտի դա տեղի ունենա եւ իսկապես դատական համակարգը իր այդ անկախությունը պիտի գտնի, որովհետեւ եթե Հայաստանը պիտի լինի իսկապես լիարժեք ժողովրդավար երկիր, հիմնասյուներից մեկը արդար դատաիրավական համակարգն է, որ չի խտրականություն չի դնում, խտրություն չի դնում որևէ մեկի մեջ եւ բոլորը իրավունք են ունենում իրենց պաշտպանելու եւ եթե անցանք են գործել նաեւ ուրեմն այդ մեղադրյալը պետք է իր պատիժը կրի, այլ ոչ թե նախկինի նման առանձնաշրջանների մի խումբ լիներ, որոնք սանձարձակ ինչ ուզեին անեին, իմանալով որ օրենքը երբեք իրենց չի հասնելու։ Պարոն Սարաֆյան, տեսեք, այո, քաղաքացիական պայմանագիրը խորհրդանում մեծամասնություն է, բայց այդպես է սահմանադրական մեծամասնություն չկարողացավ ստանալ, գիտեք, Ադրբեջանից հնչող հայտարարություններն ու նախապայմանները խաղաղության պայմանագրի ստորագրման Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է։ Ինչ է կարծում, որքանով առաջիկայում Հայաստանը կկարողանա այդ սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչել, ընդհանրապես հանրությանը դեպի այդ փոփոխությունները որևէ կերպ մոտիվացնելը, որովհետև կարծեք թե հասարակության շրջանում չի նկատվում այդ փոփոխությունների նկատմամբ հետաքրքրություն առհասարակ այս փուլում։ Ունեք մտավախություն, որ ընդհանրապես այդ սահմանադրական հանրակվեն, եթե իհարկե նշանակվի էլ շատ հնարավոր է, որ ուղղակի տապալվի։ Ինչու հավանական է, որ նման բան լինի, եթե հստակ այսպես աշխատանք չտարվի եւ բացատրությունը համոզիչ չլինի Հայաստանի քաղաքացիների համար, սա հստակ է։ Բայց ես կարծում եմ, որ շատ հետաքրքիր է լինելու այս նոր գումարման ազգային ժողովի կազմը, որովհետեւ ես չեմ կարծում, որ այնպիսի պատկեր, որ հիմա ունենք, կարող են ինձ ձևով շարունակվել, շատ հավանական է, որ այնտեղ տեղաշարժեր կլինեն, որովհետեւ վերջի ասենք խմբակցությունները, որոնք ընդդիմադիր դաշտի մասին է խոսքը, ինչպես նախկինում էլ տեսանք, որոշ ուրեմն անդամներ այդ խմբակցությունների դուրս եկան եւ անկախ դարձան եւ ինչու՞ չէ նաեւ միացան քաղաքացիական պայմանագրին։ Ես չեմ բացառում, որ նման պատկեր կրկին լինի, մանավանդ որ ինչպես տեսանք 100 հոգի Գորի Արդար Հայաստան ուրեմն այդ խմբավորումից ուժեղ Հայաստանից ինքնաբացարկ հայտարարեց եւ շատ հավանական է, որ նրանք ովքեր ազգային ժողովում կհայտնվեն,
այս կամ այն նկատառումներից ելնելով նաև կարող են անել ինչ որ նախորդ ուրեմն գումարման ազգային ժողովում տեղի ունեցավ եւ ինչու՞ չէ այդ միջոցով միգուցե նաև քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնության հասնի։ Պարոն Սարաֆյան, շատերի գնահատմամբ ուրեմն պաշտոնական Բաքուն այդպես էլ նպատակ չունի խաղաղության պայմանագիրը կյանքի կոչել եւ միայն անընդհատ այսպես շարունակ պատրվակներ ուրեմն կհորինի։ Դուք օրինակ ինչպես եք գնահատում դրա հավանականությունը պայմանագրի կյանքի կոչելու, եթե ամփոփենք։ Դե իհարկե մենք չեմ կարող հիմա ասենք կանխատեսել, որ Ադրբեջանը ինչպես է վարվելու, ուղղակի ես պատկերացնում եմ, որ այստեղ է Թրիփի եւ ասենք Արևմուտքի կամ Միացյալ Նահանգների դերը ավելի մեծ լինելու, այն առումով, որ այսինքն ինչպես է պատկերացնում Ադրբեջանը չկնքել խաղաղության պայմանագիր, բայց տնտեսական եւ այլ առումներով համագործակցությունը սկսել։ Պարզ է, որ նրանք այդ եւ մեծապես նաև խանգարում է այդ հանգամանքը Հայաստանին եւ ներքին ասես մանավանդ փոփոխությունների կապված, որոնք ի սկզբանե արդեն մինչեւ այդ պատերազմը, մինչեւ այդ խոսակցությունները կար նման մտադրություն եւ հիմա ինչ որ չափով այսպես կարծեք նրանք հեգնում են կամ փոշարնակում են այդ նույն տրամադրությամբ առաջնորդվել եւ դա իսկապես չի նպաստում որպեսզի նաև այդ Հայաստանում մարդիկ նաև այսպես ավելի տրամադրված լինեն որպես այդ փոփոխությունները, որովհետև ստացվում է որ թելադրված փոփոխություններ են լինել Ադրբեջանի կողմից, քան թե Հայաստանի ժողովրդի կողմից։ Բայց ես կարծում եմ, որ եթե մտածենք գործնականորեն մի քիչ այսպես շատ տարօրինակ է, եթե իսկապես Ադրբեջանը շարունակի նման վարքագիծը, որովհետև այն, այսինքն հիմա տնտեսական այդ փոխհարաբերությունը, որ ստեղծվել է, այսինքն տարանցիկ ապրանքափոխանակությունը, որ տեղի ունենում Ռուսաստանից, Ղազախստանից, Հայաստան դեպի բերվող ապրանքները, որոնք մուտք են գործում Ադրբեջանից, այս բոլորը դրական մթնոլորտ են ստեղծում, բայց շատ տարօրինակ կերպով այդ նույն դրամական մթնոլորտի ուրեմն հետ նաև զուգահեռ նման դեր շարունակում են այդ պահանջները կամ այդ արտահայտությունները հնչել Բաքվից, որ իսկապես անհասկանալի է մի քիչ։ Ուրիշ հարց, որ ասենք ընդհանրապես հարաբերություններ չլինեին եւ այդ օգոստոսի ուրեմն 8-ից հետո 8-ից առաջվա մթնոլորտը լիներ։ Հստակ է, որ այդպես չէ։ Հստակ է, որ դրական քայլեր են ձեռնարկվել, դրական մթնոլորտ է եւ նաեւ Թուրքիայի հետ կապված։ Դրա համար ես կարծում եմ, որ վերջը այդ համաձայնությունը կնքվելու է, որովհետև ուրիշ ճանապարհ չկա, եթե Թրիփը պիտի գործարկվի եւ այդ առումով ես տեսնում եմ, որ միգուցե նաեւ Միացյալ Նահանգների դերն է այստեղ կարևոր լինելու, որպեսզի նրանք Ադրբեջանի իշխանություններին եւ Ալիևին ստիպեն, որպեսզի այդ հաջորդ քայլը առնի, որովհետև ուրիշ կերպ իրավիճակը տարածաշրջանում եւ նաեւ այդ տնտեսական հզոր հոսքը որ պիտի լինի, չի կարող լինել, եթե երկու երկրները դեռ շարունակում են գտնվել այսպես չհայտարարված հիմա պատերազմական վիճակում։ Շնորհակալ եմ պարոն Սարաֆյան զրույցի համար։ Խնդրեմ։ Զրուցում էի սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի հետ։ Կհանդիպենք։